Վերջին օրերին դեռահասների շրջանում լայն տարածում ստացած կարմիր թե դեղին դուռը խաղը անհանգստությունների ու քննարկումների առիթ է դարձել։ Սոցցանցերում ակտիվ քննարկում են ծնողներն ու տարբեր դեպքերի մասին պատմում, երբ խաղի հետևանքով երեխայի ինքնազգացողությունը վատացել է։ Օրեր առաջ էլ մայրաքաղաքի դպրոցներից մեկում 7-րդ դասարանի մի քանի աշակերտ փորձել են խաղալ կարմիր թե դեղին դուռը կոչվող խաղն ու երբ ուսուցիչը նկատել ու միջամտել է, աշակերտներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչությունից հայտնում են, որ դպրոցի բուժքույրն է օգնություն ցուցաբերել։ Շտապօգնություն կանչելու անհրաժեշտություն չի եղել։ Դեպքից հետո դպրոցի տնօրենությունը ոչ միայն այդ երեխայի, այլև մյուս աշակերտների ծնողների հետ է զրուցել, իրազեկել տարածված խաղի ու դրա հետևանքների մասին։ Կարմիր թե դեղին դուռը խաղի ու երեխաների վրա դրա ունեցած ազդեցության մասին արդեն բոլոր դպրոցներում գիտեն։ Քայլեր են ձեռնարկում երեխաների շրջանում խաղի տարածումը կանխելու ուղղությամբ։ Ես հիշում եմ, որ իմ աղջիկը տանը առաջին անգամ իրենից եմ ասաց մամ ինչ որ այսպիսի բան կա, լսել ես, գիտես եւ այլն, բայց իրենք շատ այսպես արհամարական էին դրա մասին խոսում, այսինքն լուրջ հետաքրքրվածություն չկար։ Հետո նաեւ որ նկատեցին էլի հասակակիցների մոտ քննարկումներ կամ ինչ որ լսել եք, գիտեք Միս Պետրոսյան եւ այլն, հասկացա, որ գուցե երեխաներ կան, որ տեղեկացված են դրա մասին եւ կարող են ավելի շատ երեխաներ ներգրավել, հետեւաբար պետք է արդեն քայլեր ձեռնարկել այդ ամենի դեմ։ Դասաժամերի ընթացքում այդ մասին երեխաների հետ խոսելը կամ նրանց կտրականապես որևէ բան արգելելը, ասում է Մանուշակ Պետրոսյանը, հարցի լուծում չէ։ Դպրոցում 1-2 անգամ դեպք է եղել, որ նկատել եմ աշակերտներն իրենք իրար հետ խոսում են, քննարկում են, բայց այդտեղ շատ անհանգստացնող իրավիճակ չի, որ ասեմ տարածված է, շատ անհանգստացած ենք եւ այլն։ Բայց ինչպես ամեն դեպքում ցանկացած այսպիսի առիթի դեպքում մենք շատ արագ գոլեգաներով արձագանքում ենք եւ այս անգամ եւս երբ նկատեցինք, որ թեթև քննարկումներ կան աշակերտների շրջաններում, հավաքվեցինք, քննարկեցինք դասղեկներով ինչ կարելի անել, ինչպես պետք է իրազեկել աշակերտությանը, գուցե ծնողական համայնքին, ինչպես կանխարգելել դրա տարածումը եւ եկանք այն եզրահանգման, որ շատ աղմուկ բարձրացնել պետք չի ամեն դեպքում, որովհետեւ դա կարա որպես ռոպագանդա լինի, որովհետեւ մենք նաեւ նկատեցինք ոչ բոլորն են տեղեկացված եւ եթե այդպես բաց ինչ որ սպառնալիքով եւ այլն խոսենք, հնարավոր է հակառակ էֆեկտը լինի եւ նույնիսկ այն երեխաները, որ ոչ լսել են, ոչ տեսել են, ոչ գիտեն ինչի մասին է խոսքը, իրենք հետաքրքրվեն եւ սկսեն արդեն գնալ այդ ամեն ինչի հետքերով։ Փոխարենն ասում է ծնողների հետ են համագործակցում, նրանց իրազեկում են խաղի ու դրա հետևանքների մասին ու խնդրում տանը վերահսկել երեխաներին, ինչով են զբաղվում հեռախոսով, ինչ տեսանյութեր են դիտում։ Դպրոցում, նշում է Պետրոսյանը, աշակերտները հեռախոսներ չեն օգտագործում։ Առավոտյան բոլորի հեռախոսները հավաքում են ուսուցիչները ու միայն դասապրոցեսի ավարտից հետո վերադարձնում։ Սակայն տանն ուսուցիչները ոչինչ անել չեն կարող։ Մյուս կողմից էլ, ասում է Մանուշակ Պետրոսյանը, իրավապահներն էլ անելիք ունեն այստեղ, որտեղից են այդ խաղերը հայտնվում, ովքեր են բացահայտ քարոզում դրանց տարածումը։ Դրանք օդից չեն հայտնվում, չէ, ինչ որ տեղից են գալիս։ Ինչ որ մարդիկ դրանով զբաղվում են, որ այդ ամենը տարածում գտնվի հատկապես դեռահասների շրջաններում։ Հետևաբար գուցե պետք է այդ դա վերահսկել, այսինքն ինչու են դրանք տարածում գտնում, ովքեր են տարածում, ինչ որ բլոգերներ են, ովքեր գուցե համոզում են դեռահասներին այդ ամեն ինչի մեջ լինել, քարոզում են, չգիտեմ ինչ են անում, գուցե այդտեղից պետք է սկսել վերահսկողությունը եւ ասենք օրինակ ազգային անվտանգությունը անելիք ունի եւ պետք է վերահսկի այդ ամեն ինչի տարածումը, խրախուսումը եւ այլն, որովհետեւ միայն ուսուցիչներով եւ ծնողներով, ծնողական համայնքով ես չեմ կարծում էլի խնդիրը այդպես անընդհատ լուծվի, որովհետեւ այսօր հա մենք մեր աշակերտներին, ծնողներին կիրազեկենք, կկարգավորենք իրավիճակը, վաղը նորից մի ուրիշ բան կգա, հետո մի ուրիշ բան կգա, այսինքն պետք է նաեւ կարծում եմ վերին օղակներում շատ խիստ վերահսկողություն լինի։ Մասնագետները նշում են խաղն ու դրա ընթացքում իրականացվող հիպնոզն իսկապես կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ դեռահասների համար։ Խաղը այո, իրական վտանգներ է պարունակում, որովհետև երեխաների երևակայությունը վառ զարգացած է եւ հենց խաղը ստեղծողները թիրախավորել են վառ երևակայությամբ երեխաներին, որովհետև շատ հետաքրքիր է այդ արտասովոր երևույթների փորձը եւ բնական է, որ տարբեր տարիքի երեխաներ մենք հիմնականում մտածում ենք, որ վտանգը դեռահասներին է վերաբերվում, բայց արի ուտես, որ տարական դասարաններում եւս երեխաները խաղում են եւ անգամ ակտիվ տարածողներ կան այդ խաղը տարական դպրոցի աշակերտների մոտ։ Եվ քանի որ երեխաների երևակայությունը վառ զարգացած է, իրանք
մտածում են, որ արտասովոր փորձ են բերում իրենց կյանք, ինչ հետաքրքիր է եւ այլն, բայց իրականում դա շատ վտանգավոր է, որովհետեւ քննարկի տրորումը առողջական լուրջ վնասներ կարող է բերել, եթե դա չափից դուրս լինի, պանիկ ատականներ կարող է առաջացնել, հալյուցինացիաներ, անգամ կոմայի մեջ կարող են հայտնվել երեխաները։ Հոգեբանը ծնողներին խորհուրդ է տալիս ամեն օր գոնե 20 րոպե զրուցել երեխաների հետ, որպեսզի երեխաները ծնողներից գաղտնիքներ չունենան եւ չվախենան իրենց հետաքրքրությունների ու անհանգստությունների մասին կիսվել նրանց հետ։ Եթե ամեն դեպքում հենց վարակ կոչենք, եթե վարակը տարածվել է, պետք է շատ անկեղծ երեխաների հետ խոսել։ Իսկ այդ խաղը ձեզ ինչ է տալիս ու լսել, հետաքրքրությամբ լսել պատասխանները, որովհետև երեխաների պատասխանների մեջ կան բանալիներ, թե ինչպես իրենց ապահովագրել նման անցանկալի խաղերից։ Հոգեբանը նշում է խաղի վտանգների մասին երեխաներին հարկավոր է բացատրել, բայց առանց վախեցնելու։ Ընդհանուր առմամբ Էլիզա Մանուկյանի խոսքով հարկավոր է երեխային փորձառություն ձեռք բերելու, սխալվելու ու սեփական սխալների հիման վրա սովորելու հնարավորություն տալ, բայց ոչ նման ճակատագրական սխալների գնով։